Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր ռեժիսոր, սցենարիստ Զոհրաբ Բեկ-Գասպարենցն է։ Բարև ձեզ Զոհրաբ։ Բարև Աղավանի ջան, եւ ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք, եթե հրավիրել եք, ես է դատարկ ձեռքով բնականաբար չեմ գալիս։ Եկեք սկսենք հենց դրանից։ Ինչ եք բերել մեզ նվեր։ Հրավիրատոմս իմ ֆիլմին ապրիլի 10-ից բոլոր կինոթատրոններում գնալու է, ֆիլմը կոչվում է Բարի մարդիկ, ըստ Վիլյամ Սարոյանի պատմածի, պատմվածքի։ Ֆիլմն էլ նվիրել եմ վարպետիս Սոս Սարգսյանի ծննդյան 95-ամյակին եւ քանի որ ժամանակին հենց ինքն էր անդրադարձել այս գործին եւ ինչի բարի մարդիկ ու ինչ է գործ։ Եվ ինչու հիմա։ Ահա ու ես մի գալիս էի Երևան, մտածում էի արդյոք արդիական է այն ինչ որ տեսնեմ, շատ են չարացել։ Ու մենակ Երևանում չամբողջ աշխարհն է չարացել։ Բոլորի մոտ չգիտես ինչի նախանձն է ավելացել, ագրեսիան է ավելացել, պատերազմներ են աչուձախ։ Այս ամեն ինչ ես ապրում եմ այնտեղ, ասեցի կռիվ է տալիս էլի հերոստացույց է, ինչ ասա, բայց դրա համար որոշեցի բարի մարդիկ, որ գոնե մարդկանց մեջ բարությունը նորից արթնանա, որովհետև բարությունը կփոխի միայն մարդուն։ Շնորհակալ եմ հրավիրատոմսերի համար, անպայման ներկա կգտնվեմ։ Դուք ձեր խոսքի ընթացքում Զոհրաբ ասացիք, որ տեսակ, որ չարությունը շատացել է։ Հիմա կա կարծիք, որ դա նաև ժամանակաշրջանի տրենդն է։ Լավ կարծիք, ես ուզում եմ հիշեմ մի շատ ավելի դժվար տարիներ, 91-92 թվական, երբ ազգովի պատերազմի մեջ էինք, բայց ես հիշում եմ, որ հարևաններով հավաքվում էին, ով տանը ինչ ուներ, բերում էր, դուռը չէին ծեծում մտնում, ցուր, ձմեռ, ուտելու բան չկա, բոլորը միասին հավաքվում են եւ բոլորս մի բռունցք էինք։ Եվ այդ ազգովի բռունցքն էր, որ մեր մոտ բերեց հաղթանակներ։ Իսկ հիմա ոնց որ ամփոփված ամեն մեկը իր խնդրելով, իր հոգսով մի քիչ մեր համար դա վտանգավոր է, որ ամեն մեկը անկախանա, որովհետև մենք պետք է մի բռունցք լինենք միշտ, ուզենք չուզենք, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այդ առումով ձեր ֆիլմի գլխավոր հերոսը ինչ է ասում։ Օրինակ հայաստանցուն ինքը ինչ է ասելու։ Դե քանի որ Վիլյամ Սարոյանի հերոսները նրանք Ամերիկայում են ապրում, բայց հայ են իրանք մեծ հաշվով եւ ֆիլմի ընթացքում կտեսնեք այդ շատ հարցեր թե ինչի են, ասենք այդ հայ մարդիկ ազգանունները փոխել, անունները փոխել։ Մի բան է ասում, չեմ ուզում բացեմ գաղտնիքները, դա ֆիլմի վերջում կերևա, որովհետեւ դա է ամենակարևոր մեսեջը, այդ բառը կներեք, մեսեջը, որը ֆիլմը ուղղում է բոլոր հայերին։ Չեմ ուզում բացեմ գաղտնիքները, էլի։ Գաղտնիքները այո, մի բացեք, թողեք ամսի 10-ին կգանք կնայենք, բայց ըստ ձեզ կինոթատրոնից դուրս եկողը առաջին հարցը, որ իրեն պետք է տա, որը պետք է լինի։ Ուզում եմ կինոթատրոնից դուրս եկողը կողքին շրջվի, ասի ինչով օգնեմ քեզ։ Ինչով օգտակար լինեմ քեզ։ Մեկը մյուսին սիրի, մեկը մյուսի համար հասկ այս չարությունը Աղավնի ջան, դա այնքան ժամանակավոր բան է։ Ես ասում եմ, չէ, ես շատ եմ ասել, որ ես չեմ ասել, չարը միշտ ֆինանսավորվում է, չարը միշտ փողի կողմից հովանավորվում է։ Իսկ բարությունը դա ազնվությունն է, սերն է։ Ու միշտ ասում եմ, բայց եթե նա ֆինանսավորվում է, ինչա բարին միշտ հաղթում չարին, որովհետև ասում եմ ֆինանսները մի օր վերջանում են։ Դուք հիշեցիք հեռավոր 90-ականները, այո, չկար հոսանք, չկար գազ, տաք ջուր, պատերազմ կար եւ մարդիկ միևնույն ժամանակ ուրախ էին, որովհետեւ կար նաեւ այդ ազգային նպատակը։ Հիմա երբ փորձում եք հասկանալ մարդկանց չարության պատճառը, արդյոք պատճառը չի գնում հանգում նրան, որ պատերազմում պարտված երկիր ենք եւ պատերազմում պարտությունը ի վերջո ունենում է հետևանքներ հասարակության վրա, այդ հետևանքներից մեկն էլ հենց չարությունն է։ Աղավնի ջան, արի անկեղծ լինենք, ոչ մեկ չի սիրում պարտություն։ Այսպես երևույթ կամ մարդ չգիտեմ, կամ երկիր, որը պարտությունը կարող է ընդունի կամ պարտությունը համակերպվի պարտության հետ։ Բայց պարտությունից հետո պետք է առաջի հերթին հասկանալ ինչն են սխալները, ինչն են պարտության պատճառները, թե սպորտում, թե ամենտեղ յուրաքանչյուր հարցում պարտությունը ինքը կա պարտություն, ուրեմն պետք է տրամաբանես, թե ինչի եղավ, ոնց եղավ, բայց պարզապես այդ տրամաբանությունից հետո պետք է ոտքի կանգնել, մարզվել
եւ ուժեղանալ։ Իսկ մենք զբաղված ենք դեռ անալիզ անելով, թե մենք ինչի պարտվեցինք։ Ես դրա համար չեմ արդեն անում ենք դրամաբանում ենք, ոչ որ երկար ենք անում։ Եվ այս անալիզի ընթացքում մենք կորցնում ենք ներկան։ Անալիզ անելով մեր ժամանակը, ներկայ ժամանակը ծախսում ենք ինչ անցյալի վրա։ Բայց մենք ներկան այդ ժամանակ մենք պետք է հասկանանք, այս ինչ ունենք եւ սրանից դուրս գալ եւ գնալ առաջ եւ պետք է պարտադիր դուրս գալ այս վիճակից, որովհետեւ սա գնում է դեպի կործանում։ Մեր ներկայիս վիճակը։ Այո, մենք պետք է հասկանանք, որ օղակները, որ քարտաշը զբաղվի քարտաշով, ճարտարապետը ճարտարապետությամբ, դիվանագետը դիվանագիտությամբ։ Ես ասում եմ, տեսնում խառնվել է այս քաղաքում ամեն ինչ իրար։ Ոնց կարա քարտաշը իմ անվտանգությունը ապահովի։ Ինչ չես հասկանում։ Դիվանագետը խոհարար կամ խոհարարը դիվանագետ։ Ոչ մեկ իր տեղում չի։ Այն ինչ որ տեսնում եմ, կարող է եւ սխալվում եմ, բայց այն ինչ որ տեսնում եմ, լսում եմ, հասկանում եմ, խոսում եմ, ոչ մեկ իր տեղում չի եւ այնքանով է վատ, որ իր տեղում չի։ Այսինքն այդ մասնագիտությունը, որ ինքը ունի ու պետք է ղեկավարի, ինքը դրա կրթությունը չունի նույնիսկ։ Շատ բարձ օրինակ բերեմ, կավեին շիկը դարձավ Ուկրաինային ինչ։ Երկիրը ավիրեց։ Չէր կարող նա ղեկավարել, աղավնի ջան։ Դա բարձ օրինակ, ավիրեց երկիրը։ Այսինքն բաներ կան, որ մինչև ղեկավար դառնալը դա պետք է անցնել այդ պատասխանատվությունը վեր հասկանում եմ այդ կավեին շիկի ծրագիրը ինչ էր Եվրոպան ու Ամերիկան ինչ են ուզում անել, բայց նա էլ այդ չի կարող այդպես լինի։ Զոհրաբ, դուք Միացյալ Նահանգներում եք բնակվում եւ պարբերաբար լինում եք Հայաստանում եւ Միացյալ Նահանգների հերվից, որ նայում եք Հայաստանին, հատկապես Հայաստանի վերջին 4-5 տարվա պատմությանը, հա, ինչ եք ձեզ համար արձանագրում, սա վատ կառավարման հետևանք է, սա նրա հետևանք է, որ իշխանության են մարդիկ, որոնք ոչ կոմպետենտ են, թե սա հետևանք է նրա, որ այլևս ազգային գաղափարախոսությունը Հայաստանի համար դարձել է ժամանակավրեպ եւ կոնկրետ իրականացվում է ծրագիր, ընդհանրապես ուղղակի տարածք ունենալու եւ ոչ թե Հայաստան։ Ես թե այնտեղ, թե այստեղ նայում եմ շատ ավելի ռեալ ու ավելի պարզ։ Պատմությունն եմ նայում, նույնիսկ մի ամիս առաջ իմ համար պատմություն է արդեն։ Ինչ ունենք մենք, ասենք սովետական միությունից անկախանալուց հետո։ Ունենք Արցախ, ունենք հաղթանակներ այդ ընթացքում։ Իսկ հիմա չունենք Արցախ, ունենք 120,000 գաղթականներ, ունենք 5,000 զոհ, ունենք շատ ավելի տղաներ, որոնք այսօր այն կարգավիճակում են, որ պատերազմից հետո, եւ այս ամեն ինչ տեսնելուց հետո ես հասկանում եմ, որ սա այս ամեն ինչը ավելի ռեալ, ով ինչ էր արել, թե 30 տարի առաջ ինչ են արել, թե 20 տարի առաջ, ես էլ չունեմ այդ ժամանակ անալիզ անել։ Ես նայում եմ ռեալ ինչ կար ու հիմա ինչ կա։ Եվ ինչ եք արձանագրում։ Արձանագրում եմ, որ սա կոնկրետ մեզ սա պետքական բան չի եւ սա հաստատ ինձ թվում է, որ սա արտաքին ուժեր են, որոնք որ ազդում են այս իշխանության վրա։ Հայ ժողովրդին հիմա ինչի առաջ են կանգնեցրել, կամ բարեկամանում կամ ընկերանում եք Թուրքիա եւ Ադրբեջանի հետ եւ որպես պետություն կարողանում եք գոյություն ձեր պահպանել, կամ ուղղակի դուք վերանում եք։ Այս երկընտրանքի առաջ կանգնեցնելը հայ ժողովրդին որքանով է ճիշտ։ Ես այս վերջերս շատ առակներ եմ սիրում կարդալ ու հեքիաթներ եւ մի առիթով պատմել եմ, ճապոնական մի առակ կա, շատ կարճ կփորձեմ պատմել, այս արջի թաթը վիրավորված է, ինքը իր թաթիկով է զբաղված, նապաստակնել էին կողմը կանգնած է խելոք, արծիվը մեզ գալիս է, ասում եմ, արջը լավ չի, գնա խփի, ասում եմ, գիժես, այս արջին ոնց խփեմ, ասում եմ, գնա խփի, ես ստեղ եմ, հաստատ, գնում ես խփում արջին, արջը ցապ որում նայում է, տեսնում է արծիվին, բանի տեղ չի դնում, այն նապաստակի խփածը ինչ պետք է լինի արջին։ Գնում էլի արծվի կողքը կանգնում է, արծիվը ասում է լավ ցուրտ է ձեր անտառում, ես թռա։ Ասում ուր թռար, արջին այսօր, էլ չէր պատասխանում արծիվը իրան։ Արջը պատտվում է, ունդեղն են սիրուն է գրված, ասում է հիմա ինչ անեմ, թողնեմ գելը քեզ ուտի, թե գալու ես ներողություն խնդրեմ։ Այսինքն այսօր մենք ցավոք սրտի այդ նապաստակի կարգավիճակում ենք։ Ցավոք սրտի։ Եվ եթե մենք եթե պետք է կանգնենք այն ընտրության առաջ, որ եթե Ադրբեջան ու թուրքական վելայետ պետք է լինենք կամ չլինենք, կամ պետք է ռուսական գուբերնիա լինենք կամ չլինենք, դա արդեն կործանում է։ Կամի առաջ եթե մենք կանգնած ենք, հնարավոր է ունենալ ընկերներ, հարևաններ, դա դիվանագիտություն է արդեն, որը որ մենք պարտավոր ենք կիրառել,
որ լինել անկախ Հայաստան, բոլորի հետ ունենալ այն հարաբերությունները, որը իշա Հայաստանի է ծառայել։ Ես դա նորություն չեմ ասում, դա ես զուտ որպես հայ մտահոգ եմ իմ հայրենիքի համար, մտահոգ եմ այն երեխեքի համար, որոնք մեծանում են այստեղ, մտահոգ եմ իմ համար, որովհետև առանց Հայաստան, առանց Երևան, ում է պետք Մոսկվան ու Լոս Անջելեսը, Վաշինգտոնն ու Նյու Յորք, ում է պետք։ Նիկոլ Փաշինյանն ասում է դուք Սփյուռքում եք ապրում, ապրեք այնտեղ։ Եթե դուք Հայաստանի մշտական բնակիչ չեք, Զոհրաբ, ամեն ամիս հարկ չեք վճարում, վերջ, ուրեմն դուք այլևս չունեք խոսելու իրավունք։ Դա է այս իշխանության թեզը։ Սփյուռքը իրավունք չունի, խոսի, թե ինչպիսին լինի Հայաստանը։ Հայը Հայաստանինն է։ Սփյուռքը այդ թեզը նորից ուզում է Հայաստանը Սփյուռքի հետ կտրվի։ Սփյուռքին չեզոքրացնելը դա միայն ձեռնտու է Թուրքիային, որովհետև Սփյուռքը հայտնվել է ցեղասպանության հետևանքով։ Իսկ հիմա ինչքան Սփյուռքի ուժը, իսկ Սփյուռքը ուժը հետ պահեն, այնքան ավելի հեշտ կլուծեն թուրքիական դիվանագիտությունը իր հարցերը Հայաստանի տարածաշրջանում։ Ասում եք Սփյուռքը ուժ է։ Ուժ է, երկի ուժ է Սփյուռքը, միշտ ուժ է եղել, միշտ։ Ինչու չի կարողանում Սփյուռքը հակազդել Հայաստանի ներսից ցանկացած ապազգային գործընթացի այդ դեպքում։ Ինձ թվում է, ես չգիտեմ, չեմ ուզում սխալվել, բայց կարող օղակներ կան, որոնք որ արդեն փակ են, այլ չես կարողանում աշխատել, որովհետև ոչ մեկ չի կարող ասել այդ օղակներից ոնց։ Առաջ Սփյուռքը ես այնքան ուրախ եմ, որ Սփյուռք, Արցախ, Հայաստան այդ կապը այնքան ուժեղ կապ էր, ու այնքան կարևոր կապ էր։ Սփյուռքը կար նույնիսկ պետական բանով, չէ՞, Սփյուռքի նախարարություն կար։ Այո, եկան փակեցին այս իշխանությունը փակեցին, որը կոնկրետ զբաղվում էր ինչ-որ բանով, որը հենց Սփյուռքը կապում էր Հայաստանի հետ։ Բոլոր ամեն տարի նոյեմբեր ամսին գումարներ էր հավաքվում եւ մեր աչքի առաջն էր կառուցվում Արցախը։ Ինչ գումար է որ տրվում էր, տեսնում էինք ինչա կառուցվել։ Բա կերել են ինչ ներս չգիտեմ, չենք ինչ տեսել եմ ես, թե ոնց է կառուցվել Արցախը այդ փողերով։ Իսկ այն փողերը, որ ասում էին հաղթում ենք 44 օր, երբ Սփյուռքը ոտքի կանգնեց, այդ փողերն ուր են։ Հիասթափված է Սփյուռքը դրանից հիմա։ Կա նման բան կա, վախ կա, չգիտեն փողը տան ուրա գնալու, ինչա գնալու, ինչի համար է գնալու, ում համար է գնալու։ Կան նման մտավախություններ կան, իհարկե։ Զորապ առանց Սփյուռքի Հայաստանում ապրող հայը ով է եւ հակառակը նաեւ առանց Հայաստանում ապրող հայի Սփյուռքի հայը ով է։ Մեկը մյուսով են, չի կարող, հայը է, ապրելով Արգենտինայում հայի համար Հայաստանը, էլի Հայաստանն է իր, աշտարակում ապրող հայի համար էլի Հայաստանն է իր, եւ չեմ կարող ես դա տարանջատել, որտեվ անիմաստ է տարանջատել։ Իսկ եթե մեզ հայերիս ասում են, որ պետք է տարանջատվեք Մասիսից, Արարատից, պետք է տարանջատվեք հայոց ցեղասպանության հարցից, պետք է տարանջատվեք Արցախի հարցից, այդ բոլոր հարցերը եթե հանում ենք, հայից ինչ է մնում։ Աղավնի ջան, անկեղծ մի բան ասեմ, չեմ ուզում տրամաբանել նման բաներ, որովհետև ես մեծացել եմ Արարատով, Մասիս Սարով, ես մեծացել եմ այն պատմություններով, որոնք որ ես լսել եմ։ Ես այնքան խորն եմ ազգային բան ընդունում, որպես մարդ, որպես փնտրող, որպես արվեստագետ, այդ ոնց որ ասես տատիկիդ էլ մի հիշի, տատիկիդ երգերը մի հիշի, պապիկիդ քայլելը, որ Լեննականով Գյումրիում քայլում ենք իրար հետ էլ մի հիշի, այդ ոնց կարող ես չհիշեմ։ Այսինքն ես ինչ հիշեմ, իմ հիշողությունը ոնց կարելի է սպանել։ Մենակ իմ չէ, անհնար է հիշողությունը սպանել։ Դրա համար այս եկող սերունդի մոտ երևի սպանում են հիշողությունը։ Բայց միևնույնն է, ես գիտեմ, որ մեր սերունդը հաստատ մեր երեխեքին լիքը բան է պատմում, գրականություն կարդան, ցույց տան ազգայինը, որովհետև մենք ուզենք չուզենք ազգային պետքա մտածենք։ Եթե պետքա սա դարձնեն տարբեր ազգերի ինչ որ տարածք, որոնք գալիս գնում, ոնց որ ասենք, լավ ապրեք, լավ ապրեք, կերեք, խմեք, քեֆ արեք, ես դա շատ եմ ասում, կրկնում եմ ու կրկնելու եմ միշտ։ Մենք պետքա սիրենք հող ու հայրենիք, ոսկին ու փողը, դա բան չի։ Դա սիրում է թուրքը։ Այո, բայց նույն թուրքը գիտի, որ ինքը առնում է ու հենց առաջինը դավաճանի գլուխը ինքն է կտրում։ Այդ մենք է գիտենք։ Փող եւ ոսկի սիրելն է պատճառը, որ հայ ժողովուրդը եւ հայ ազգը հիմա իր կենսատարածքի ընդամենը 10%-ի վրա է մնացել։ Նաեւ դա, ցավոք սրտի, բայց այն հարցիդ նախորդ հարցիդ մի վերջացնեմ պատասխանը Աղավնի ջան, եթե
անկեղծ ես շատ ընտանիքներ գիտեմ, ստեղ ապրող, որ ապրում են նույն իրենց հարազատների օգնությամբ, ինչ Լոս Անջելեսից ուղարկում են։ Ես անձամբ ճանաչում եմ, եկե ես էլի ինչ որ բաներ, բայց հարցը դա չի։ Այսինքն այդ օգնությունը չուղարկեն իր բարեկամները, որոնք ասենք Լոս Անջելեսում փռում աշխատում են տանջանքով իրանց կեցությունը պահելով, նույնիսկ իրանց նեղություն տալով, որ ասենք այդ $300-500 ուղարկում են Հայաստան իր բարեկամը, որ ապրի։ Միջին խավը, որ ձևավորվի երկրի, էլ արդեն այս խոսակցությունը չի լինի, որովհետև միջին խավը պետք ձևավորվի, որը այսօր դեռ չեմ հասկանում միջին խավը, դեռ մի քիչ կմնամ կհասկանամ միջին խավը տոկոսային ինչ հարաբերության մեջ է։ Բայց ցավոք սրտի զգում եմ, որ շատ փող կա Հայաստանում, որտեղից այդ փողը չգիտեմ։ Այսինքն այդ ծախսերի, այդ թանկացումների, այսինքն այդ թանկ բաները կան, ուրեմն փողը կա, որ այդ թանկությունը կա։ Դրա իմ համար մի տեսակ դեռ տարօրինակ է։ Դեռ չեմ հասկանում։ Ասում եմ թոշակը ինչքան է, ասում են այսքան, աշխատավարձը մինիմալ այսքան է, այսքան։ Հաշվում եմ, այդ մարդը պետք է օրենքով չապրի էլ։ Այսինքն մի հաց պետք է ուտի երևի մենակ, այսինքն թե այդքան է։ Ոնց են ապրում այս չերոսությունը։ Այսինքն դա էլ է կոտրվածություն, դա էլ է ժողովրդից կոտրվում։ Լավ, ասենք ինչ որ իշխանավոր ընտանիքներ կամ չգիտեմ, բիզնեսմեններ բաներ ապրում են, նորմալ է։ Բայց մնացածի վիճակը ինձ թվում է լավ չի։ Մնացածին խոստացել էին Թալանը հետ բերել, բաժանել Ռոբին Հուդի նման հարուստներից վերցնել տանալ աղքատներին։ Ինձ թվում է արդեն այդ բոլոր բառերը իմ մոտ քմծիծա առաջացնում, որովհետև չեմ հասկանում, ես ինչ կարիք կա, ոնց որ մտնես տուն երեխեքիդ խաբես։ Դες նույն բանը ղեկավար ես, մտնում ես քո ժողովրդին ոնց կարելի է խաբել։ Ո՞րն է պատճառը, որ անընդհատ խաբում է եւ մնում է ղեկավար։ Չեմ կարող ասել, բայց երևի մեծ մայրաքաղաքների խաղեր են սրանք։ Երևի, դա կարծիքա զուտ։ Հստակ բան չեմ կարող ասել, որովհետեւ արդեն մեծ լուրջեր չեն ընդունում երևի։ Մի տեսակ տխրում եմ։ Ես ինձ սպասում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եկել իմ երկրի վարչապետը։ Կապ չունի, բայց ես սպասում եմ, երկրի ղեկավարը է գալիս։ Ինձ Ամերիկայում ավելի լավ են դիմավորում։ Ինձ Երևանում ավելի լավ են դիմավորում։ Մի տեսակն էս տխրեցի, որ այսքան չկանք։ Ես հիշում եմ, երբ որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը Ամերիկա էր եկել, գնացել են ժամանակ, ես դեռ ստեղի ոնց ես լավ զգում, որ բանի հետ հանդիպեց Բիլ Քլինտոնի։ Յո։ Ես հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էր այնտեղ հանդիպեց, Սերժ Սարգսյանն էր հանդիպեց։ Կապ չունի դա քո երկիրն է ներկայացնում։ Այսքան մեծ բան տեղ չեն դնում։ Ինչ է սա։ Սա երևի ինչ որ անձնական տեսնում են, էլի, որ էս ասում, նա է անում, նա է ասում, նա է անում, նա սենց ասեմ, սենց կլինի, նրանից կասեմ, սենց կլինի, երևի տենց բաների մեջ, որ արդեն չի կարելի էս, որտեղ իշխանությունները մի օր վերջանում են։ Բայց այս ամեն ինչով մենք չենք կարող, ոչ մեկ իրավունք չունի դատի մեր ազգին, ոչ մեկ իրավունք չունի դատի մեր ազգային մտածողությունը։ Ինչքան էլ ուզում է հանեն այս սերունդից ազգային մտածողությունը, տարբերակ չկա, արյունը կանչում է։ Արյան կանչ կա։ Ճիշտ այդպես ասում ենք ամպագորգոր բառը արյան կանչ չէ, ամպագորգոր բառ չի։ Այսինքն չի հաջողվի այս սերնդին ուրացնել, տալ ցեղասպանության հարցը, ասել աչք փակեք Արարատի վրա, անտարբեր կողքով անցել։ Իմ անցել։ աղջիկները շատ փոքր էին, երբ պատերազմը վերջացավ, իրանք ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ նրանք էլ կանգնած դրոշով, այն որ փող էին հավաքում փողոցում, դրոշով բան էին անում։ Նրանք այնտեղ են ծնվել, ամերիկյան դպրոց են գնում, հայերեն ճիշտ է խոսում են, տանա ինչևէ, բայց փոքրս գիտեք ոնց էր լաց լինում։ Որ Արցախ չկա, որտեղ իրան այնքան է Արցախ պատմել։ Այդ ժամանակ մի քիչ կար, բայց բաներ կար, որ ես բացատրում։ Ասում եմ, տես, սա արյան կանչն է արդեն։ Ինչ է երեխան ոչ Հայաստանում մի անգամ եղե փոքր կնքվել է, 11-10 տարեկան աղջիկ, ունեցել էր լացում, ասես ինչն է իրան բերել լացի։ Այսինքն դա ինչն է արունն է, չէ՞։ Ինչքան ուզում Ամերիկայում ծնվի, ամերիկյան դպրոց գնա, ինչքան էլ ես իրան Հայաստան հայրենիք պատմեմ, ասեմ, բայց դա կրոջ լաց էր, տխրեր, կամ ասեր, լավ, պապ, հերույա չէ իրանից։ Ուրեմն դա արյան կանչն է։ Ինչքան էլ ուզում է փագեն, միևնույն է, արյունը կանչում է, արյունը խոսում է։ Ինչքան էլ ուզում է նվաստացնեն, ստորացնեն, միևնույն է, կյանքը շարունակվելու է։
Զորապ, Արցախը հայի արժանապատվությունն էր, հայի ազգային արժանապատվությունն էր։ Մենք ասում էինք Արցախ ու հիշում էինք, որ կարողացել ենք հողակտոր ազատագրել ու պահել դա 30 տարի։ Հիմա դա չկա։ Հետևապես հիմա պատերազմից հետո շատ են խոսում, որ հայը իր ազգային արժանապատվությունը պետք է վերականգնի։ Առանց Արցախ այդ վերականգնումը դուք ինչ կերպ եք պատկերացնում։ Հաղթանակներ են մեզ պետք։ Միայն հաղթանակներ, փոքր հաղթանակներ, որովհետև եթե այսօր մենք բոլորս մեկ էլ դիվանագիտական դաշտում շատ մեծ աշխարհին 100 տարի առաջ նայ Ավնի ջան, ազգովի գոռում էինք Հայաստան, ով եկավ օգնեց, ինչ արեցին, ֆրանսիացիները օդ այդ ամեն ինչ։ Ոչ մեկ չի գալու ստեղ։ Ոչ Եվրոպացին է գալու օգնի, ոչ ֆրանսիացին։ Այս տարածքի շահերը դա Թուրքիայի շահերն են, Ռուսաստանի շահերն են, եւ Պարսկաստանի։ Հիմա ոնց կարելի է երկու այն պետությունների հետ, որը միայն կարանք մենք բարգավաճ չենք Ռուսաստանը, Պարսկաստանը, ինչ որ հարաբերություն փչացնել։ Ես որ սա ասում եմ, ինձ ասում են ռուսամետ։ Նախ սկսեմ նրանից, որ ես ռուս գրականությունը շատ սիրում եմ, ես ռուսական դպրոց եմ ավարտել, ռուս դասական երաժշտությունն եմ շատ սիրում, բայց ռուսամետությունը դա բոլորովին ուրիշ բան է։ Եթե իմ երկրի շահերը պաշտպանվում է Ռուսաստանից ու Պարսկաստանից, ու ես պետք է օգտվեմ Ռուսաստանից եւ Պարսկաստանից։ Եթե Չինաստանից է, ես խոսամ Չինաստանից, ինձ ասելու են Չինամետ։ Իսկ սա արդեն Թուրքիան ու Ադրբեջանը այն բաներն են անում, որ տիպը մենք ավելի լավն ենք։ Մենք դուս ավելի կտանք։ Թուրքի հետ բարեկամանալ, դա են հիմա հայ ժողովրդին քարոզում։ Թուրքին կարելի է բարևել, բայց ոչ բարեկամանալ։ Հարևաններ ունես, որ հարևան է, բայց բարեկամ չի։ Չես գնա երկու հատ, ասենք, գրեմի բաժակ գրեչկա ուզես։ Այս մենք հիմա գնում ենք, ասում ենք գրեչկա տուր, էս տուր, բրինձ տուր։ Ասում են, որովհետև մեր աշխարհագրական դիրքն է մեզ ստիպում գնալ դրան։ Մի կողմում Ադրբեջանն է, մյուս կողմում Թուրքիան է։ Ինչ անենք, հավերժ ապրենք պատերազմի պատրաստ ազգի տրամաբանությամբ։ Եկեք թողնենք այդ պատերազմի պատրաստ, այսինքն ով է, նրանք են պատերազմ անել, ուրեմն պատրաստ լինենք։ Չէ, մենք չենք անում պատերազմ, բայց մենք պատրաստ ենք պատերազմին։ Մենք չենք հրահրում պատերազմ, բայց պետք է մենք պատրաստ լինենք այդ պատերազմին։ Մենք չենք հարձակվում, բայց մենք պետք է պաշտպանությունը մեր լինի։ Հանձնելով, անընդհատ հանձնելով հնարավոր է գալ ինչ-որ մի կետի։ Չէ։ Ինչքան անեն, ինչքան տան, այնքան ուզելու են։ Շատ մի փոքր օրինակ բերեմ, մի քիչ ավելի բան մեր հին Երևանյան փողոցային կյանքից մի բան անում էր, ասում էր դե անում է, էլի գնայես էլ արա, գնային էլ արա։ Դրանք էլ են ասում, չէ, ասեք կանենք։ Հետո մեզ չեն ասում, երևի նրանց են ասում, ասեք կանենք։ Այսինքն ով մի բան է անում, դա արդեն շարունակական անելու է։ Դրա համար մենք պետք է շատ միամուռ մի բռունցք լինենք, բաժան չլինենք, սիրենք իրար, սիրենք այդ մեկս կողքին, հասկանանք թե ինչ ենք մենք քրիստոնյա, այդ ենք մենք մոռացել։ Ու արդեն այդ նույն քրիստոնեությունը այնքան է մեզ մոտ դարձել սովորական բան, նույն կնունքը, այսինքն այսօր որ հարցնես յուրաքանչյուրին սանիկին, ասես ինչ է որպես քրիստոնյա քո պարտականությունները քո կնքահոր հանդեպ, ես հասկացում եմ որ 100-ից 98-ը ճիշտ պատասխանի։ Կամ հակառակը, դու կնքահայրն ես, քո սանիկի հանդեպ պատասխանատվությունը, ինչն է քո Աստծո պատգամը, որպեսզի դու քո սանիկին ինչ պետք է անես։ Ասում ինչ եղավ որ լավ է սինիներով գնացինք երանք խմինք բրծանք։ Այսինքն Աստծուց ենք հեռացել։ Ծնունդա կնունքա իրար հետ ենք նոր տարի, այդպես բաներ են խոսում։ Ասում եմ լավ։ Ու այսօր խավոր ընտրում են այդպես հարուստ լավ մեկին, որ այո, որ թանկանոց նվերներ բերի։ Թանկանոց նվերներ բերի, բայց նորից եկանք ոսկուն ու փողին։ Ու նույն Սարոյանն ասում, բարությունը ամենաթանկ ոսկեդրամն է։ Դա գալիս է նրանից, որ ես հիշում եմ այդ սովետական միությունը եկեղեցին փակ էր բան, բայց մեր միևնույնն է մեր հայ առաքելական եկեղեցին գործում էր թակ։ Բոլորիս ինչ որ բան տվել է։ Իսկ հիմա ես շատ ուզում եմ, որ մենք բոլորս մեր դեմքը թեքենք դեպի հայ առաքելական եկեղեցի։ Ու ես գիտեմ, որ եկեղեցում կան առաջնորդներ, որոնք մեզ կարող են առաջնորդել։ Ու շատ կարևոր է դա, որովհետև այդ քրիստոնեությունը կորցնելը հավատ ունեմ, խաչը այսքան կախում է, երկու բան ես հարցնում, տեղյակ է չի ինչ է քրիստոնեությունը։ Մի շատ լավ բառ կա, իսկական քրիստոնյան վախենալու ոչինչ չունի։ Ու դա հենց մեր Աստվածաշնչում է։
Այ հասկանանք ինչն է իսկական քրիստոնյան։ Դուք մի քանի անգամ հարցազրույցի ընթացքում ասացիք պետք է համախմբվել։ Զորապ 2018 թվականից հետո մեր ազգում ջրբաժաններն այնքան խորն են գծվել, մեզ մասերի են բաժանել ուղղակի, անգամ ընտանիքներն են իրար մեջ մասերի բաժանված ու բաժանված են այնքան խորը, որ հարց է առաջանում, լավ, ինչ պետք է լինի, որ միավորի այս մարդկանց։ Դե դա շատ հին պարզ հասարակ բան է բաժանիր որ տիրես, բոլորը գիտեն, բաժանել են, տիրում են։ Այդպես բոլորը ասենք գործարանում են անում, թատրոններում են անում, այսինքն ներսը, բաժանում են, որ տիրեն։ Դա կոնկրետ գիտություն է, որը որ Խորանում է, եւ դա նրանց մոտ ստացվել է։ Մեզ ազգային զարթոնք չեղավ, այս շարունակվել է ավելի ախորը գնալ։ Ասում են դա պաթետիկ ուղակի խոսք է, որ հնչում է ազգային զարթոնք։ Այդ որ ասում են, չեն գիտակցում ինչա նշանակում ազգային եւ չեն գիտակցում երևի ինչ բառը զարթոնք։ Այդտեղ եկանք հասանք գրագիտությանը, կրթությանը, որը էլի մեծ խնդրեմ է մեր երկրում, որը ցավոք սրտի, բայց ես հիմա ուզում եմ շատ կուզեմ, որ դպրոցում երեխեքին այնպեսի բաներ ուսուցիչները, այնպեսի համակարգ, այնպեսի մի բան մշակվի, որ այն 6-7 տարեկան երեխեք, երբ որ կդառնան 30 տարեկան, ասես ջան, ինչ հայ տղեկ ու աղջիկներ են, ինչ սերունդ է մեծանում։ Այս հիմա ինչ եմ ասում, պետք է մոռանալ հիմա մտածել։ Հիմա պետք է հասկանանք, այս երեխեքը ինչ են սովորում։ Ինչի մասին են սովորում, որովհետև երեխու ուղեղը բան է, չէ՞, ինչ սովորացնես, սովորի։ Հիմա երեխաներին հստակ դպրոցում սովորացնում են, չկա Արցախ, վերջ։ Այդ արդեն գրքի մեջ, այդ գրքերի մեջ։ Չկա Արցախ, գոյություն չունի։ Հա, ինչ կա, էսա 29743 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան ընդամենը։ Այն ինչ ունեք Հայաստանի ներսում ձերն է, Հայաստանից որևէ բան, որը դուրս է, ձերը չէ, աչք մի տնկեք, ասում է ուրիշի ու եղած է, վերջ։ Իսկ սովետական միության ժամանակին չի ենք մեր սովորում, որ մենք Ղարս ունենք, Էրզրում, Բիթլիս։ Ու ինչպիսի հայրենասեր սերունդ էր այն ժամանակ։ Սովետական միության ժամանակ, այո, սովետական միության ժամանակ այդ փակ տարածքում կառուցվեց Ծիծեռնակաբերդը։ Եվ սովետական միության օրոք կրթված մարդիկ չէին, որ գնացին Արցախ ազատագրելու։ Այո։ Հենց սովետական միության ժամանակ հայ ֆիլմը նկարում էր Ձորիմիրո, Նահապետ։ Ինչի մասին է խոսքը։ Այդ ո՞նց։ Այսինքն ինչ Ձորիմիրո որ նկարեցինք, այդ գիտես ինչից էր գալիս, որովհետև Կարեն Սերոպիչ Դեմիրճյանը հայ էր։ Ինքը սիրում էր Հայաստանը շատ։ Այն որ ու գիտեր, որ սովետական միությունը հենց դա շատ կարևոր ինստիտուտ էր, որը տրվեց մեր սերունդին։ Մեր սերունդը չեմ կարող ասել չփոխանցեց դա։ Մենք էլ ենք փոխանցել, բայց թե ինչ այդ բառը չեմ սիրում, բայց ասեմ պարազիտ մտավ այս ամեն ինչի մեջ, որ կողմից մտավ, այդ պետք է հասկանալ հասկանում ես աղամջեթը, մենք հիմա մտածենք այդ երբ բաստողում է, ինչ էր, նորից ժամանակ ենք կորցնում։ Մեզ պետք է լուր այն ձիերին ոնց են այսպես աչքերը բանան, ամեն մարդը մեր գործը անենք, եւ իհարկե որտեղ ցավ կա, բարձրաձայնել այդ ցավը, չլռել։ Եվ դրա համար իմ գործս ֆիլմ նկարելն է, բարության մասին եմ նկարել, որ ինչքան կարևոր է այսօր բարի լինելը։ Այդ բարությունը, այդ ինչեւ որ սցենար սարքեցի, այդ Վիլյամ Սարոյանի գործը, դե սցենարը սարքելուց հետո մենք տեսանք ինչ առակ դարավ, որի մեջ կա դրամա եւ կոմեդիա։ Ու ասեցի, դե հիմա արի այս կոնցեպտի բանալին քթի առակ նկարելու։ Եվ իհարկե ստեղծագործական խմբով, ու ամենակարևորը այս գործը, այս սցենարը, ամբողջ մեր ստեղծագործական խումբը, տեխնիկական խումբը դարձել ենք մի ընտանիք։ Բոլորս բարի էինք շատ, մեկս մյուսի հանդեպ։ Ու բոլորս միասին ասում ենք, լավ կլներ, ասենք մեր ամբողջ Հայաստանը այս աուրան մթնոլորտը լիներ ինչ որ մեր նկարարման հրապարակում է։ Եվ ես շատ կուզեմ, որ այդ ֆիլմից հետո այդ էկրանից հանդիսատեսը դուրս գա ու կողքին ասի ինչ անեմ քո համար։ Դուք ասացիք Կարեն Սերոպիչը հայ էր, ինքը սիրում էր Հայաստանը, այսինքն եթե Հայաստանի ղեկավարները լինեն Հայաստանը սիրողներ եւ ջրբաժանները կվերանան եւ ազգային զարթոնքը տեղի կունենա։ Իհարկե։ Դու սիրես քո հողն ու ջուրը, դու սիրես քո հայրենիքը, ոչ թե այդ հայրենիքից եկած ախր որքրամոլություն կա մի տեսակ էս ամեն ինչի մեջ։ Դարձել են որքրամոլ։ Ինչն է կարևոր, չէ՞ նույնիսկ Պարապետ Վազգենն էր ասում, հող ունեցեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք, աթոռի համար կռիվ միանք, շուտ խոսքեր են իրա։ Բայց ճիշտ է դա։
Հիմա ասենք փող ունես, ասենք ինչ որ մեկը, չգիտեմ, ասում են ոստիկանները գիտես ինչ փող են ստանում։ Լավ, տղեկ, ոստիկաններ, Աստված չանի պատերազմ որ սկսվեց, այդ փողը էլ չեք ստանալու, գնալու եք առաջի գից ձեր հետ միասին բոլորս։ Այդ փողով չի որոշվում։ Բոլորն են գնալու, կին թե տղամարդ, թե փախնելու տեղը ուր եք փախնելու վրաց, դա։ Թե Պարսկաստանելու։ Եթե Արցախցին Արցախը տեղափոխվեց Հայաստան, մենք ինչ ենք անելու բոլորս։ Կռիվ, վերջ։ Ու ասում են դե կռիվ չլինելու համար, լավ է։ Կռիվ չլինելու համար այո։ Դες որ նա ինձ մի խփի էլի, ինչ ուզում ես կանեմ։ Դրա համար փողը չի որոշիչ։ Ունեցի լավ, այդքան փող, ասում եմ, գիտես ինչ փող են ստանում ոստիկանները, ասում եմ, ինչքան էլ փող ստանա, Աստված չանի, իսկ Թուրքիա, դրա խորժակը շատ մեծ է։ Ինգել հետևից պայմանագիր են ուզում, որ խաղաղություն տա, ասում եմ, չեմ տալիս, էս տալու, էս տալու նոր։ Էդ էլ կտա, ասում եմ, քիչ է, բա այն։ Նորմալ է, չեմ մեղադրում իրան։ Ես այսօր չեմ մեղադրում Ադրբեջանին, որովհետև տալիս է, ինչ չէ որ։ Օրինակի համար, ասենք, ես մի հատ ստուդիա ունեմ, ասեմ, ես կամերան կտաս տանեմ։ Տվիր, բա այս բանը լույսը, բա այն լույսը։ Տալիս են մարդիկ, ինչի չտանեմ որ։ Մեկը բանակցողը պիտի փոխվի, ասես, ինչ տամ ես քեզ իմ կամեր, օրինակի համար եմ։ Դրա համար ես ուզում եմ, որ մեր հայերը ամբողջ աշխարհում, Ռուսաստանում, Հայաստանում, Ամերիկայում մի պա իրոք մտածենք նորից, որ մենք հայ ենք, ինք շատ թանկ ու կարևոր բան է։ Ու ինք մարդը ինք իր մեջ անալիզ անի, ես եթե սենց եմ մտածում, ես հայ եմ թե չէ։ Ինք իր հարցը ինչն է հայը։ Մտածի խորանա, ու եթե այսօր Աստված չանի մեկը, ասենք, Վիետնամից ուզում է հայ ճանաչի, բացում է հայը, տեսնում առաջի հայ քրիստոնյա, ու տեսնում ոնց են ապրում։ Ասես ինչի քրիստոնյա դառնամ, այդպես ոնց են ապրում, հազիվ են ապրում։ Ինչի, որովհետև մենք նորից եմ կրկնում Աստծուց հեռացել ենք։ Աստված նայում է մեր դեպքին, մնում մենք նայենք իր դեպքին, ու Աստված այդպես պապիկ չի վերևը կանգնած, ասած մեզ ձեռները բացած։ Քրիստոնյա լինել։ Ինչ է քրիստոնյան։ Գոնե քաղաքակիրթ մարդ իրան պիտի հարցնի, ինչի ես ինձ կնքում, պապա ջան, ու ես կարող քրիստոնյա չեմ, հասկանամ ինչ եմ դառնում։ Այս ավտոմատ բանից պետքա դուրս գանք։ Յուրաքանչյուր մարդ ինչ անում, մի հատ մտածի, ինչ եմ ես կնքահայր դառնում որ։ Ես կարող չեմ կարա այս այդ հոգևոր առաջնորդությունը, հոգևոր հայրությունը տամ այդ երախում կամ այդ մարդուն։ Ես այդքան գիտելիք չունեմ, հալիք փող ունեմ, ասենք, հա, բայց դա չի քրիստոնեություն։ Եվ իհարկե ես այստեղ ոչ թե մեղադրում եմ մեր եկեղեցուն, աղանդերն են շատացել, որը այդ իհարկե քայքայում է։ Դա էլ հասկանալի է ինչի, ինչ ուժեր են այդ աղանդները, դա դրսից հսկայական ֆինանսավորում կա։ Իհարկե, բայց մեր եկեղեցին ուժեղա բոլոր տեսակի եկեղեցիներից։ Ունենք Էջմիածին, որը համաշխարհային կենտրոն է ՅՈՒՆԵՍԿՕ-ով հաստատված։ Դա անհնար է։ Այսինքն այսօր ես կողմ եմ, որ եկեղեցին մարդկանց խիղճ արտնասնի, միտքը արտնասնի։ Այսինքն լինի առավել ակտիվ, քան է։ Առավելի հարցը չի, լինի ոնց եղել է դարեր շարունակ։ Եկեք անկեղծ լինենք, եկեղեցին չլիներ, մենք այսօր ինչ կունենայինք։ Հասած ժառանգած։ Չէինք լինի ու ժառանգած բաներ չէինք ունենա։ Ինչ ունենք եկեղեցին է փրկել։ Պարզ նայենք այդ ամեն ինչ։ Բայց հիմա գիտեք, եկեղեցու նկատմամբ կան քննադատություններ եւ իշխանության սլաքներն են եկեղեցուն ուղված։ Գիտենք պայքար, հայ առաքելական եկեղեցու։ Դա էլ է արդեն ում է ձեր տալիս, այս կողքի հարևանին, որովհետեւ մեզ ինչքան պայքարը գնա Սփյուռքի դեմ, այդքան էլ կգնա եկեղեցու դեմ, որովհետեւ դա երկու շատ լուրջ ուժ է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, աղավնի ջան, կսպասեմ շատ։ Սիրով կգամ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Զոհրաբ Գասպարենցն էր, այսքանը ցտեսություն։